Քրիստոսի խաղաղությունը ձեր հետ ըլլա սիրելիներս։ Մեր այսօրվա նյութն է խորամանկ տնտեսը։ Խորամանկ տնտեսի արակը Ղուկասու ավետարանի 16-րդ գլուխ 1-ին մինչև 13 համարները Հիսուս Քրիստոս պատմեց ցույց տալու համար իմաստության, հավատարմության եւ ճշմարիտ հարստության արժեքը։ Արակին մեջ մտավոր տնտես մեկը ամբաստամբի, որ վատնած է իր տիրոջ հարստությունը։ Տերը կպահանջի, որ ան հաշվետվություն տա իր գործերուն համար։ Տնտեսը հասկանալով, որ շուտով գործասուր պիտի դառնա, խորամանկ ծրագիր մեկը մշակե։ Ան կկանչե իր տիրոջ պարտապանները եւ կնվազեցնի անոնց պարտքերը, որպեսզի ապագային իրենք օգնեն իրեն։ Տերը կգովե տնտեսին խելացությունը, ոչ թե աներաբությունը, այլ իր կանխահաս ծրագումը ապագային համար։ Հիսուս այս արակով մեզի կսովորեցնի, որ մենք ալ պետք է իմաստությամբ եւ հեռատեսությամբ օգտվենք մեր տրված նյութական ու հոգեվոր շնորհները։ Մեր կյանքը եւ ունեցած բոլոր լորը Աստծո մեծ տրված է, ուստի պետք է հավատարիմ տնտեսներ ըլլանք։ Քրիստոս կսե, ան որ քիչ բանի մեջ հավատարիմ է, շատի մեջ ալ հավատարիմ կլա, եւ ան որ քիչի մեջ անիրավ է, շատի մեջ ալ անիրավ կլա։ Ղուկասու ավետարան 16-րդ գլուխ 10-րդ համար։ Ուրեմն մեր կյանքը ծառայեցնենք Աստծո եւ ապրենք ճշմարիտ հավատարմությամբ, որովհետեւ ամեն ինչի հաշիվը պիտի տանք Տիրոջ առջև։ Ամեն։